Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցել եմ Դավիթ Կարապետյանից, շնորհակալ եմ պարոն Կարապետյան, մեր հավելումների համար։ Ընտրություններն ավարտվեցին, Սահմանադրական դատարանը իր որոշումը կայացրեց, իշխանությունները պաշտոնները բաժանեցին, ընդդիմությունը հայտարարեց, որ մանդատները վերցնելու է։ Ինչպես է գնահատում այս ամբողջ ընտրական գործընթացը։ Հետընտրական արդեն իսկ հագասական։ Հետընտրականի վերածվել է։ Մի քիչ հագասական, ինչի, որտեվ նայեք, եթե քաղաքական խոսույթը տարանջատենք գործնական փուլով, հետեւյալն է, մինչև այդ վիճարկում էին Սահմանադրական դատարանով, որտեվ ոչ լեգիտիմ էր, այսինքն լավ չասեմ ոչ լեգիտիմ, նվազ լեգիտիմությամբ խայտարակ գիտեք պատկեր ունենք, եւ այդ մասին բոլոր ուժերն են արձանագրել փաստերով, այդ մասին Սահմանադրական դատարան են դիմել, հետեւաբար մարդկանց մոտ կա adekvat դիրքորոշում, եթե ոչ լեգիտիմ էր, ոնց եղավ, որ հիմա պատրաստակամություն եք հայտնում մանդատները վերցնելու, այստեղ հագասում են իրենց այս տպավորությունն առաջին է գալիս, եւ ուրիշ խոսույթ է, երբ որ փորձում են բացատրողական աշխատանք տանեն, թե մանդատ վերցնելու նպատակը արդեն որն է, ձեռ բռնելու, չթողելու, ինչ որ գործողություններ անելու, իրավական process-ներ գեներացնելու եւ այլն, դա տրամաբանության մեջ է։ Բայց եթե քաղաքական հարթության մեջ նայես, հիմա դա քաղաքական խոստումներ, եթե դիտարկենք, այդ խոստումները զրոյական են հիմա գործնականում պետք է հասկանանք մանդատ վերցնելը այս պահին օգուտ կբերի, թե օգուտ չի բերի, հարց կլուծի, թե չի լուծի, որովհետև ցանկացած սցենարի իրենք պատրաստ են, խոսքը վերաբերում գործող իշխանություններին։ Հիմա եւ այս մասով ավելի շատ սլակները ուղղվում են ուժեղ Հայաստանին, որովհետև առաջին ուժն է, որ այո, գեներացրել է process-ը։ Ավելի շատ հարցերը գնում են իրանց կողմ, քան այլ մյուս ուժերին։ Եվ այստեղ վստահ եմ քաջատեղյակ եք, առավոտյան արդեն ինֆորմացիան եղավ, որ 195, եթե չեմ սխալվում, պատգամավորն այդ 105-ը ինքնապատասխան արել են, բայց այս էլ մի հատ ուրիշ սցենարի ագանատես ենք դառնալու, մեկի մոտ դա տպավորություն է վախի միջավայր, վախի մթնոլորտի արդյունքում նման որոշում, մեկի մոտ կարող է ձևակերպվել կարծիք, որ դա քաղաքական ակցիայի մի տեսակ է, մի խոսքով հələ այս ամեն ինչի կուլմինացիան չենք տեսնում։ Դե գերակշռող կարծիքը այն է, որ չենք ուզենա ձեզ տեսնենք բոքսի տանձիկի դերում, մի քիչ կոպիտ է հնչում, ժողովրդի խոսքն եմ ուզում մեջ բերում։ Ես ինքս չէի ուզենա, որ որքան էլ բավականին կոմպետենտ լավ մարդիկ կան, որոնք որ ընդդիմության շարքերում կարող են իրենց ձայնը բարձրացնելով խնդիրներ լուծեն ու խնդիրներ չթույլ տան առաջացնեն, բայց այդուհանդերձ այստեղ այդ նուրբ գիծը կա, որ պետք է հասկանանք հիմա մանդատ վերցնելով է լուծվելու այդ հարցը, թե այդուհանդերձ փողոցային։ Բայց եկեք համաձայնենք, որ այսպես մտավոր կարողությանն է մնում, կարելի է երկու իմաստով էլ հիմնավորել, եւ վերցնելը եւ չվերցնելը, չէ, ուզում ասեմ, այստեղ ավելի շատ քաղաքական ուժերի որոշմանը չպետք է մնա եւ իրենք չպետք է բացատրեն, որ այ վերցնում ենք եւ անում ենք սա։ Որովհետեւ եթե մենք լսենք հրապարակային կոչերը, մենք չենք կարող ասել, չէ, ասենք օրինակ այդ 1000 հոգին որ ասում են մի վերցրեք։ Իրենք ընդհանուր ընտրողների քանի տոկոսն են, կամ այն 2000 հոգին որ ասում են վերցրեք, իրենք քանի տոկոսն են, այսինքն ինչ տրամադրվածություն կա։ Այդ իմաստով ավելի շատ անելիքը քաղաքական ուժերին չի, որոնք պիտի վերցնեն կամ չվերցնեն։ Բացի դրանից, այդտեղ էմոցիոնալ խոսակցության հարթույթում չի էս մեր խոսակցությունը։ Այստեղ ռեալ պոլիտիկի մեջ պետք է հասկանանք
մանդատ վերցնելով, նորից եմ ասում, ի բարօրություն եւ իշահայ ժողովրդի եւ մեր պետականության լինելու, թե հակառակ պատկերը, որտեվ կա կարծիք, որ փողոցային պայքարով շարունակեք այդ ամենը, բայց փողոցային պայքարով դու օրինական process-ներ չես կարող գեներացնել, ինչը որ ունես մանդատ ու այդ մանդատով կիրառում ես ու օգտագործում ես այդ քո հնարավորությունը։ Այստեղ ուրիշ բան, որ իշխանությունները ունենան իրենց սցենարներ այս պարագայում, որտեղ ես էլի գալիս եմ այն մտահոգություններին, որ որքան էլ ինքնապատճառ կա եւ այլն, մարտագողության հանգամանքը կա, մանդատագողություն եւ այլն, այդ սցենարները էլի չի բացառվում, չի փարատվում այդ հավանական տարբերակը եւ քաղաքականապես պետք է ոտաբոբիկ լինես, որ չմտածես, որ իրենք չեն կիրառի ցանկացած մեթոդ։ Հետև անպարոյական նույնիսկ մեթոդ, որտեղ ես իրանց մոտ քաղաքականության մեջ անպարոյականությունը ուղիղ խարտության մեջ է, իրենց վարքագծի հետ։ Հետևաբար, այստեղ պետք է շատ լավ մտածված լինի ու այստեղ այո, պետք է ժողովրդին շատ անկեղծ ու շիդակ ներկայացնել մանդատ վերցնելու կարևորությունը ու նպատակը այս պարագայում։ Եվ եթե ինչ որտեղ այդ պատասխանատվության զգացումը, որը որ այդուհանդերձ տեղի ունեցել ընտրություններ, մարդիկ ցայն են տվել, հետևաբար ակնկալում են, որ այդ մարդիկ իրենց գործունեությունը պետք է ծավալեն, էլի թող ծավալեն փողոցային պայքարով, փողոցում գեներացնեն ինչ որ քաղաքական օրակարգ, բայց թող գան ազգային ժողով ու որոշեն կոնկրետ ինչպես են պայքարում օրինական ճանապարհով։ Լավ, դուք ասացիք մարդագողության մասին, եկեք այդ թեման մի փոքր զարգացնենք, որովհետև որ դեպքում կարող է լինել մարդագողություն։ Նիկոլ Փաշինյանին պետք է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի ինքը Ալիևի այսպես պահանջած, ընդ որում այսօր էլ Բայրամովը հիշեցրեց այդ տնային առաջադրանքի մասին, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի եւ այն պետք է համապատասխանեցվի Ադրբեջանի պատկերացումներին։ Պահանջներին, պատկերացումներին։ Հիմա դիցուք ստեղծում է մի իրավիճակ, ասենք Նիկոլ Փաշինյանը գալիս է խորհրդարան, այդ սահմանադրության նախագծով ասում է սիրելի ժողովուրդ, ես ասել էի, չէ՞ որ եթե մենք չունենանք սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ աղետալի։ Հիմա ես բերել եմ սահմանադրական նախագիծ, ընդդիմությունը կամ միանում է եւ մենք փակում ենք պատերազմի դուռը, կամ ընդդիմությունը չի միանում եւ պատերազմ է հրահրում, ըստ էության սպասվելիք պատերազմի պատասխանատվությունը մնում է, ասում իր խոսքերն եմ, փոխանցում, մնալու է ընդդիմության վրա։ Ինչպես պիտի գործի ընդդիմությունը այս Ես ուզում եք ավելի, այսպես ասած, հարստացնեմ այդ գաղափարը։ Հետագայում ավելի կոնկրետ մատնանշումով է անելու, որ խորհրդարանական ընդդիմության արդյունքում դե հա, որտեղ քվեարկելու հնարավորություն իրանք ունեն։ Հետևաբար այո, այստեղ այդ 2/3, 3/5-րդի պահը, որ եթե իր մոտ չստացվի, այո, ինքը էլի ունի ալիբի այդպես ասելու։ Այսինքն ինքը ունի այդ զապաս տարբերակ ասվածը, որ Բայրամովներն ու Ալիքբեկովները ինչպես որ ասեն, մարդը ունի իր տարբերակը, որ տեսեք խորհրդարանական ընդդիմությունը տորպեդահարում է այդ խաղաղությանը ու խաղաղության էջը փորձում է փակի, որը մեր մենաշնորհն է։ Այստեղ էլի գալիս ենք նրան, որ խորհրդարանական ընդդիմությունը ինչ կազմով է մտնելու։ Այստեղ շատ կարևոր հարց է, որովհետև մարտագողություն, մանդատագողություն, այո, Գեգամ Նազարյանական այդ սցենարը աչքերիս առաջ էր եւ ոչ միայն Իրանը։ Բայց փաստը այն է, որ պետք է իրանք էլ լուրջ հաշվարկ անեն, թե արդյոք կարող են այն քանակը ապահովեն, որը ակնկալվում է։ Եթե չի ակնկալվում, ելի եմ ասում, Աստված չարաստծե, պատերազմի ցանկացած հավանական սցենար, սեպտեմբերյան, հոկտեմբերյան, որի ահասարսուր կերպով ժողովրդի սպառնում էր, չի բացառվում։ Ես իհարկե կարծում եմ, որ որոշ աշխարհակաղակական կենտրոնների հիմնական աշխարհակաղակական կենտրոններից կանաչ լույս չկա այդ մասով, ինչ որ դա կարող է լայնածավալ չլիներ, այսինքն կարող է փոքր լոկալ պատերազմ լիներ, որ աշխարհակաղակական կենտրոնները չեն էլ հասցնի արձագանքեն ու արանքը էլի միակողմանի բայց պատերազմի պատկերը կլինի եւ կասեն սա ընդդիմությունն է արել։ Այո, հենց այդ եմ ասում, այսինքն ինչ որտեղ նաեւ խորհրդարանական ընդդիմությունը եթե առաջիկա միջնաժամկետ իրենց ծրագրերի մեջ դիտարկում են, որ իշխանությունները կգնան այդ ստոր քայլին ու հնարավոր նման հավանական սցենար կարող է զարգացնել, որը չի բացառում նույնիսկ փոխհամաձայնեցված է հետկուլիսային պայմանավորված։ Այդ ամբողջ պատասխանատվության բեռը հետո սլակներով ուղղելու են իրաց։ Ինչ պիտի անի ընդդիմությունը։ Ընդդիմությունը ինչ պետք է անի։ Նախագծով Փաշինյան գալիս է խորհրդարան։ Դե տեսեք, նախագծով եթե գա խորհրդարանը, ինքը այնպեսի մի հատ խորհրդարան է ստեղծել, որ այդ խորհրդարանը ինքնին ձայների մեծամասնության հիմքով կարող է որոշումներ կայացնի։
Եվ այստեղ է, որ հիմա պետք է հասկանանք օրենքի տեսանկյունից ազգային ժողովի падգամավորների ձայների մեծամասնությունը։ Այստեղ էլ է գալիս ենք նրան, որ հիմա Փաշինյանին չի չի բավականացնի, ինքը պետք է այդուհանդերձ ներգրավի մի քանի падգամավոր։ Ինքը ունի 64, առնվազն 6 հավելյալ ձեներ։ 6, հա, զապասով 7-9 է, ես նույնիսկ ասեի, զապասով։ Եվ այս մասով, այո, հիմա քաղաքական այն ուժերը, որոնք որ այդ մանդատը այդուհանդերձ վերցնելու են, կներեք այդ բառիս համար, պետք է շատ գեր ճշգրիտ սվերկա անեն իրենց կանդիդատ թեկնածուների մասով։ Արդյոք չկա այդ մտահոգությունը, այդ մտավախությունը, որ ինչ պատճառներով շանտաժ, պրովոկացիաներ, գիտեք, այդ հայտնի ձեռագրի արդյունքում իրենք չեն կորցնի այդ մարդկանց, ինչ պայմաններում։ Այդ հարցերի հարցն է, ու այդ ամեն ինչը բնականաբար Նիկոլ Փաշինյանի սեղանի դրված է մինչև սեպտեմբեր, ես կարծում եմ։ Եթե այդ սեպտեմբեր ասվածը իրոք որպես վերջնագիր, վերջնաժամկետ դրված է։ Հիմա այդ ուժերի խնդիրը այդ հարցին հստակ պատասխան ունենալը։ Ոչ մեկ ապահովագրված չէ, ոչ մեկ մյուսի համար երաշխավորություն 100%-ով չի կարող տալ առավել ևս քաղաքականության մեջ, բայց այդ հաշվարկը պետք է անեն։ Եվ այստեղ է, որ հիմա այս ռասկլադը, որ ստեղծվել է, հա, ինքնաբացարկների եւ այլն, ինչ կազմով են մտնելու հատկապես ուժեղ Հայաստանը։ Որտեվ մյուս ուժերը կարող են ավելի քան վստահ եմ իրենց քանակը այնպեսին է, որ 7-ից 7-ն են մտել ունեցած ձայներով, իրենք այդ մասով որոշակի այդ վերապահումները չունեն։ Դե ուժեղ Հայաստան նաև օրինակ ուժեղ Հայաստան շատ տեխնացուներ կան, չգիտենք իրենք ովքեր են ընդհանրապես։ Դե հա, հասկանալի, բայց գոնե առաջի տասնյակ կասկած չի ուղղված Սամվել Կարապետյանին, այլ այդ մարդկանց, որոնք այդ ցուցակում ներգրավված են։ Այո, եւ երկրորդը դուք ձեր առաջի 10-ին հո գիտեք։ Իրենք գիտեն իրանց թիմի 10-ին առաջի։ Հետևաբար այստեղ իրենց մոտ այդ գոնե մտավախությունը իրենց մոտ փարատվում է։ Խնդիրը գնում է ավելի շատ ձայներ ու մանդատ ստացած ուժերին, տվյալ դեպքում ուժեղ Հայաստանին։ Եվ այստեղ է, որ մի հատ քաոտիկ կազուսային իրավիճակ եմ ես տեսնում իրենց ներկուսակցական, մանավանդ իրենք թրծված չեն քաղաքականության մեջ, իրենք նոր են մտնում քաղաքականություն, իրենց մոտ տպավորությունն է, որ ամեն ինչ գիտեն, բայց տպավորությունը նա է, որ ոչինչ չեն հասկանում, կամ հասկանում են խորհրդատուների, այն խորհրդատուները, որոնք լավ խորհուրդ չեն տալիս, կամ թերի խորհուրդներ են տալիս, հասկանում եք ում եմ ուղղում այս խոսքը։ Հետևաբար, այստեղ նաև շատ նեղ կոնսիլիում պետք է լինի քաղաքական, որպեսզի հստակեցվեն կոնկրետ համատեղ խորհրդարանական ընդդիմության անելիքներն ու այսպես ջելտնմենական պայմանավորվածությունները, որոնք գոնե երկաթը բետոնե բանով պետք է հստակ պահպանվի։ Եթե չպահպանվի, եթե միտեղ այսպես ասած պրոմխտան, բնականաբար Նիկոլ Փաշինյանը օգտվելու է։ Շատ լավ, վերջին օրերին մենք տեսնում ենք գործողություններ ուղղված Գագիկ Ծառուկյանին եւ շատ վատ տեսարան, որտեղ խայտարակ տեսարան։ Այո, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գետին են տապալում Ծառուկյանին։ Բնական է, չէ՞, դա Նիկոլ Փաշինյանի սիրտը հովացնելու համար էր արվում, այսինքն դա օրինական որևէ նպատակ չէր կարող լինել։ Սա ինչի մասին է խոսում, որ այս մարդը իր անձին, իր եսին պարտված լինելով պետությունն այլևս վերջնականապես պատկերացնում է իր գրպանի պետական ինստիտուտները, իր գրպանի մի պարունակություն, որ ցանկացած բայի, ցանկացած ձև կարող է վարվել։ Որովհետև գիտեք, քաղաքական հետապնդում էլ կա, եկեք էդ էլ տարբերակ են, երբ որ քաղաքական նպատակներով որևէ մեկին բռնում ես մի բան է, երբ որ մեկին բռնում ես, հետնել ստորացնում ես, նկարում, հրապարակում ես, դա լրիվ ուրիշ բան է։ Դա նշանակում է դու այլևս վերջնահաշվարկ ես արել պետական ինստիտուտների հեղինակության մասով։ Սա գիտեք ինչ է, սա գրոտեսկ մանրախնդիր քենապա ճղջի մարդու աբիժնիկի վարկագիծ է։ Ուրիշ այլ բնութագիր ես չեմ տա։ Ընդհանրապես քենապահության վրեժխնդրության ցուցադրություն շոու էր, մասկի շոու էր, հա, աբիժնիկության մասկի շոու էր։ Ասենք գիտեք, նախորդ անվտանգության ծառայության պետի օրոքել է եղել նման բան, բայց տեսել ենք ինչ ձև է եղել, հա։ Այսինքն ներողություն 70 տարեկան մարդու անկախ բոլոր մեր քաղաքական, հա, դիրքորոշումը այդ մարդու հանդեպ որպես քաղաքական դեմ 70 տարեկան մարդու տուն են ներխուժում, ընդ որում այդ մարդն է դուռը բացում դիմավորում, գետնին ես տալիս, ֆիզիկական գործողություն ես կիրառում, երբ որ ակնհայտ երևում է, որ մարդը բռնության արարք
հագագործողություն չի անում։ Մարդը հրավիրում են ու իրեն տաբալում են։ Այսինքն դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է, որ այդ նվաստացնելու իրենց պետք էր մի կադր, հա, հայտնի կադրը, որ այդ ցույց տան, որ ինքը կզծրեց, ինքը նվաստացրեց, ինքը այդ մասկի շոուն պետք է վայելեր, հա, հոգու փապագներ դա իրա։ Այդ իր համար երանություն է։ Ես ավելի քան վստահ եմ, հիմա հոգին փառավորվեց։ Կա նաև, այսպես ազգային կոդին առնչվող բան մոտեցումներ, հա, որ դրանք օրենքում կարող է գրված չլինեն, բայց մարդու տան մեջ, ասենք ընտանիքի անդամների ներկայությամբ, գիտեք, հաճախ այդ չգրված կանոնները ավելի կարևոր են, քան գրվածները։ Բացի դրանից, եւ սա նաև ցույց է տալիս, ասենք, բանի այս մարդու արժեքային համակարգը։ Գիտեք ինչ, շատ ճիշտ եք, սա այն որ հայտնի կզծնելու, սննգացնելու այդ շոուն էր, բացի այն որ ինքը մարդը ուղիղ տեքստով իրան դադավոր կարկած արդեն որոշումը անմեղության կախավարկածի վրա թքած ունենալով իրան կարկած դադավոր, դա ալը մի կողմ։ Այո, դուք շատ հայ ենք, չէ՞ մենք, այս ամեն ինչը նաև որպես, եթե փողոցային պատկերացումով ասենք, մարդը այնքան չկա, որ թե ֆիզիկապես, թե բարոյապես ինքնուրույն չի կարող, չէ, իր քենապահությունը արդայդի, հա, այդ մարդու հանդեպ ինքը ինչ անում ուրիշի միջոցով, հա, այնպես ժողովուրդը ասում է մեծ ախպերները կան ու կան։ Հիմա հասկանում եք ուժային կառույցին բերես դեմտած նման, ընդ որում գալու է մի վաղ, դա էլ չասեմ բումերանգի օրենքը։ Գալու է, չէ, մի բա, որ հաջորդ իշխանությունները կանչելու են, չէ, ԱՑՊ-ին, բոլոր քննչականներին, ասեն եղբայր այս գործողությունը։ Բայց ընդհանրապես Հայաստանում եկել է այդ բանը, որ որևէ նախկին պաշտոնյա կանչվի իր վարքագծի համար։ Այդ դրա համար է կրկնվում է։ Գիտեք ինչ, այս հանդուրժողականությունը ընդհանրապես այս որ ամեն ինչ արվում ու մարսվում է, ցույց է տալիս, որ այո, դրա համար է ինքը հանգիստ է։ Ինքը պարաշ չի անում, որ հանգիստ է, որովհետև տեսնում է, որ մարսում է իր հետևից գալածող չկա։ Ուրիշ բան, այնպիսի իշխանություն կա, որ վաղը բերի այս ամեն ինչի կամ այդ նույն, հա, կենթանիների այդ չուչելներին տանելու տան, հա, չգիտեմ, այսինքն դրանք էլ քաղաքականացվավ, հա, դրանք ինչ կապ ունեն։ Մի օր էլ չկարացավ մի հատ վագր պահեն, տեսանք պատկերը։ Այսինքն գիտեք, այս ամեն ինչը ճղջին ոգու փապագեր, որ պետք է կատարվեր։ Դա իր համար երազանք էր, որ նման մարդը այ կարա գնա, չէ, այդ մարդու երեխայի, հա, աղջիկա հարսանիքին ուտի խմի, դե այտենց տեղ լինի գնա։ Հետո հելնի նման հրամանգարցակի, հասկանում ենք ինչ կարգի պետք է աբիժնիկություն լինի, կներեք բառիս համար, որ մարդը նման այդ ստորության դիմել տա ընդ որում ԱԱՑ-ին, ասենք այդտեղ մենակ պուլեմյոտչիկներ չտեսա ես, լավ է հագատանկային ու տանկային բանը առանձին գումարտակ չէին ուղարկի։ Մի հատ էլ հələ կարային ասեն, ինքը ուզում էր փախներ շենքի այն միս կողմով, մի հատ է, հա, օտա դեսանտային իջացնեին, հələ չասեմ հետախուզության վարչությունը մի հատ է ներգրա։ Ամոթ է, հասկանում եք, այդ մարդը հասկանում է, որ իր հետևից կգան, շատերը գիտեն, որ հաջորդիվ իրանց հետևից էլ են գալու։ Բայց դու եղբայր առանց դատարանի որոշման, ախր դա հագաիրավական, հագաօրինական է, հարգելի Բորիս, այստեղ ես ուզում եմ հասկանամ, այն մարդը, ով որ այդ հրահանգը տվել է, որ մտնես տուն ու այսինչը վերցնես տանես, դատարանի որոշումով դու իրավունք ունես մարդու սեփականության գույք հանդիսացող ապրանքը հանես այդտեղից։ Առանց, այսինքն մի օր գալու է, չէ՞, այդ պատասխան տալու ժամանակը։ Ու ես ուզում եմ տեսնեմ այդ օրը։ Ես տեսնելու եմ այդ օրը, դուք էլ եք տեսնելու այդ օրը։ Ուղղակի էդի ամբերի հետևում է չի։ Ուղղակի զինվենք, պետք է համբերությամբ սպասենք։ Այստեղ ասեմ, որ եթե անկեղծ ես Գագիկ Ծառուկյանի քաղաքական այսպես համակիրը, չէ՞, բայց անկախ ամեն ինչից ուժայինները, այսինքն պիտի ինչ որ կանոնների շրջանակում գործեն։ Եթե չկան այդ կանոնները, ապա այդ կանոնները չկան բոլորի համար։ Չէ, ներողություն, նայում ես այդ հատվածը, որտեղ որ մինչև տուն հատվածը, հա, վազկով այնպես են վազում, տպավորությունն է, այնտեղ մի հատ, չգիտեմ, իրանց դիմավորում են ավտոմատներով, այնտեղ վերևը մի պատերազմ է, իրանք էլ այսպես heavy վազելով շնչակդուր հասնում են այնտեղ։ Տպավորությունն է, թե ռազմական գործողություններ է տեղ ունենում, առինջ օպերացիա են անում, էլի։ Բայց այստեղ նաև կարծեք թե պայթեցին բոլոր հնարավոր միֆերը այս կամ այն մարդու ուժեղ լինելու, որովհետև եկավ հակառակ բանն էլ բացվեց, հա, չէ, ինչու, որովհետև գիտեք այնուամենայնիվ
հասարակությունները պիտի ունենան հեղինակություններ, որոնք ինչ որ իրավիճակում անհաշտ են, նաև գուցե անznազողության գնով չեն կոտրվում, որովհետև գիտեք, եթե պետական համակարգը կարող է բոլորին կոտրել ապօրինությամբ, այդ դեպքում այդ հասարակությունը մեռած է։ Դե հա, հիմա նա այդ մարդկանց համար ոչ վաղ անցյալում այդ մարդը մեծահարուստ էր, օլիգարխ չէր, հիմա դառավ օլիգարխ։ Հետը համագործակցում էր, այդ նույն հաշվարկով ուրիշ օլիգարխներ կան, չէ, իր կողքին, հիմա դե գեղեցիկ ձևակերպումը մեծահարուստն է, սեփական օգտագործման համար իհարկե։ Հետո գալիս ենք ուրիշ մի հատ համոզման։ Եղբայր, ես ընդհանրապես չեմ սիրում այս դեպքերը համադրել, բայց այս այն դեպքն է, որ էլի այդ մարդիկ քաղաքականապես մեր աչքի լույսը կարան չլինեն։ Քաղաքականության մեջ այդ սիրել չսիրելու այդ սեգմենտը երկրորդական, երրորդական է։ Անկամ անձնական դաշտ տեղափոխել պետք չի, բայց նայում ես, հասկանում ես, որ քաղաքական պատվեր է այսի գնում։ Շանտաժի ուլտիմատումի լեզվով է։ Տեսեք, որպեսզի հասկանան, թե ինչքան մենք ես կոնե անհաշտ եմ այդ նվաստացման իրավիճակի դեպ երբ պետության ներկայացուցիչը իր քաղաքացուն նվաստացնում։ Ես հրապարակային նաև դատապարտել եմ այն գործողությունները, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եղել։ Եվ հիմա, երբ Փաշինյանը արդեն վարչապետ էր, ես վարչապետի պաշտոններ զբաղեցնում, ես ասել եմ սխալ էր, երբ որ ժամանակին լրագրող Փաշինյանին նվաստացրել են։ Իհարկե, ամենավատ ձևով են նվաստացել եւ հետո ամենավատ բանն է որ մեկին նվաստացրել ես ու նրան իշխանություն ես տալիս։ Տեսեք, ես ավելի ասում, համադրել չեմ սիրում օրինակներ բերեմ, բայց ստիպում եք ինձ ասեմ, հիմա տեսեք, այդ նույն տրամաբանությամբ այո։ Հիմա տեսնում ենք, չէ, Վալոդիա Գրիգորյանի սպանողին, ոնց էին գեղեցիկ գուրգուրանքով, փաղաքշանքով ուղեկցում, հա, բավխի այդպես գործողություններ չարեցին։ Բախի է տենց մարդասպան էր, հա։ Այս մարդը հələ մարդասպան չի։ Գագիկ Ծառուկյանին չես կարող բռնացնել, օրինակ կոկաինի, չգիտեմ, թմրամիջոցներ, բան զենքի վաճառ, մարտավաճառության մեջ, հա։ Չես կարող տենց։ Այսինքն այն հանցագործությունների մեջ, որ դու գաս այդպես բան։ Հիշում եք սրանց ոստիկանապետը ինչպես է ձերբակալում էին, այտենց չէին անում։ Սրանց ոստիկանապետը ինչպես էր ուղեկցում Էրեբունի պլազա մտած են զինված մարդուն։ Այո, նույն կամ գիտեք, էլի աչքից լույսը չի, բայց Արայիկը Արցախի նախագահը հիշում եք, երբ որ ասում էր աղերսում եմ, խնդրում եմ, աղաչում եմ, որ նույն այս ԱԱՑ-ականները իհարկե Արցախի հետ ԱԱՑ-ականների հետ համատեղ անգամ ասում էր ես առաջնագիծը գնամ, առաջին մարտը ես ուղեկցեմ ձեզ, բայց այդպես էլ չստացանք դրական պատասխան ու պատկերը գիտենք ինչ է։ Հայտնի գործողություններից մի հատված։ Այստեղ մի բան էլ է ինձ զարմացնում, ես օրինակ կարծում ցանկացած adekvat մարդ Գագիկ Ծառուկյանի փոխարեն լիներ, այսքանից հետո օրինակ կհրապարակեր թե որքան է ժամանակին վճարել Նիկոլ Փաշինյանին։ Հիշում եք, Նիվայի պատմությունը կա։ Չէ, բաց են ի վերջո հրապարակեն, ասեն, այ որ մենք թալանչի էինք, մեզնից ինչ է դու փող վերցնում։ Բա հենց այդ էր։ Հենց այդ է, բա այդ ոնց է որ հիմա նոր պարզվեց, որ կոռուպցիոներ է, թաքնված բիզնեսներ ունի, եկամուտների այլ աղբյուրներ ունի։ Այսինքն ներողություն, ախր ակնհայտ է, չէ, տեսնում ենք, որ քաղաքական պատվեր է այս պահի դրության համար, այնքան որ խնդիր ստեղծելու համար։ Մարդը իհարկե իր մոտ անձնական դաշտ տեղափոխում։ Ծառուկյանն առաջարկում եմ, եթե որևէ մեկը կփոխանցի պարոն Ծառուկյան, թող ասի Նիվանը չէր նվիրել Նիկոլ։ Ժամանակին։ Չէ, գիտեք ինչ է, թող հասարակությանը բացեն այդ բաները, մուտք կողմերը։ Ասեն մեզ շանտաժ էր արել, մենք այս շանտաժի համար Նիվան նվիրել ենք, հետո պայմանը խախտել է, գնացել վառել ենք Նիվան, հետո մի հատ էլ ենք տվել իհարկե։ Գոնե անկեղծ կլինի։ Երկրորդն էլ ենք տվել, այդ էլ կասե։ Չէ, ամեն դեպքում իրականում ես մենք ինչ խոսում ենք, սա ողբերգություն է, այս ողբերգության ականատեսն է այս ժողովուրդը ու զարմանքը, այս տոտալ զարմանքը, որ հասկանում ես էլի, որ բացեի բաց մարդը վրեժխնդրություն ու քենապահության հարթությունում փորձում է մարդուն նվաստացնի, արժանապատվությունը, ինքնասիրությունը վիրավորի, հadoop ինչ որ մի հատ կադր ստանալու համար անի, ընդ որում բացեի բաց խոսի սննգացնելու մասին, ունեզրգելու մասին, կզացնելու, չգիտեմ, հա, այդ խոսքը նախ հասկանում ենք, չէ, որ շատ մեղմ հլա արձանագրեմ, վարչապետին ոչ հարիր խոսույթ է, երկրորդը վարչապետը դարձել է ցարբոգ, ես միշտ ասել եմ, եթե այս ընտրությունները առավել եւս լեգիտիմացվեն վերջնականապես, ինքը դառնալու է ցարբոգ, հաջորդիվ խոսքը գնալու է եկեղեցու մասով, այն ունեցել ենք այդ նման խոսակցություն, արդեն հիշում եք, պրանկերները երեք նայում են, պրանկերները ուրեմն ԵԱԿ գլխավոր քարտուղարին ազգության թուրք
ինֆորմացիա են տալիս հայոց եկեղեցու, հա, գլխավոր Փաշինյանի անունից, եւ ինքը պատրաստ է օգնել Փաշինյանին։ Ամեն ինչ։ Այսինքն նախ պատկերացնում եք, չէ, ԵԱԿ-ը գլխավոր քարտուղարը ինչքան պետք է քաղաքականապես բոբիկ լինի, որ նախ չհասկանա թե ով է զանգում, ոնց են զանգում։ Այսինքն ու այդպես անկես խոսա, իհարկե հիմա ալիբին ունենք, ասեն դե մենք այն գլխից զգացել ենք, որ բան է, դա այդպես լյուբիցելսկի ֆորմատով բան է, բայց հասկանալի է, չէ, որ մարդիկ գնում են դրան։ Հետևաբար, այստեղ նաև ուրիշ խնդիր նաև դրված է։ Իրեն պետք է լեգիտիմ խորհրդարանական ընդդիմություն իր կողքին լեգիտիմացված արդեն ազգային ժողով, որովհետև իրանց ծրագրի մեջ կա հայերի հանդեպ գործողություններ տվյալ դեպքում։ Ու ասեմ դա առաջիկա ապագայի հարց է դրված։ Եվ այսպես չի որ հարցը։ Ես կարծում եմ, որ ըստ հերթականության հիմա այսպես է դրված։ Գագիկ Ծառուկյան, Քոչարյան, Սարգսյանը մի քիչ հասկանալի է այլ պատկերներով։ Սերժ Սարգսյան։ Անմեղ բախտ է, ինչ է ասում։ Հասկանում եք, այնտեղ ֆինանսական մասով հիմնականում 1 միլիարդ 700 միլիոնի ինչ որ բաներ խոսք կնի։ Չէ, ընդհանրապես 1.5 միլիոն դոլարի մասին։ Դե այդ եմ ասում, իր մասով այդպես։ Մի քիչ կցվենք Սերժ Սարգսյանին օգնեն փողով։ Մարդը $1000 եթե ավարտի։ Հաջորդիվ եթե այդ ամեն ինչը մարսեց եկեղեցին ալնելու, որտեվ եկեղեցու գործընթացը վաղուց է սկսել արդեն։ Վաղուց է սկսվել, նահանջեց հասկանալի պատճառներով, որտեվ հասկացավ, որ հələ որ չի կարող այդ հարցը լուծի անգամ եթե այն մարդիկ, որոնց իրանք են ընտրել ու այդ մարդիկ պատրաստ չեն հագա եկեղեցական գործողությունների, բայց այս ամեն ինչը մարսելուց հետո ես ավելի քան վստահ եմ, որ աշնանը ինքը գնալու է եկեղեցու դեր։ Սպասենք զարգացումներին, հետևենք, վերլուծենք, շնորհակալ եմ Դավիթ, հրավերս ընդունելու համար, ես շեշտում զրուցում եմ Դավիթ Կարապետյանից, տեսություն կհանդիպենք։